Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ ես ունեմ շատ հետաքրքիր ու տաղանդավոր հյուր, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք տաղանդավոր երգիչ երգահան Հայաստանի Հանրության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանին, բարի առավոտ։ Բարի առավոտ Սուրեն ջան։ Անձրևի հետ լավ ենք։ Այ եղանակների տատանումները մի օր անձրև, մի օր արև, այսպես մի փոքր ճիրում։ Ընդհանրապես եղանակի մարդ եք։ Գիտեք, սիրում եմ, 4 եղանակներ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ գարուն ու ամառը էլի։ Տակն եք ավելի շատ սիրում։ Հիմա ինչ-որ բան արվեստագետ սրտից վախենում ասեմ մանաս։ Հիմա ինչ-որ բան փոխվել է մեր իրականության մեջ, ձմեռը ձյուն չի գալիս, այն ձյունը, հա, մանկական ձյունը, հեքիաթի ձյունը։ Հիշում եք ձեր մանկությունից որոշակի բաներ։ Ոչ չեմ հիշում Սուրեն ջան, բայց եթե փոխվելու մասին ենք խոսում, աշխարհն է փոխվել։ Աշխարհն է փոխվել, այո։ Օրինակ եմ ուզում բերեմ, այդ մեր ֆիդայիները երբ որ կռվում էին, հետո նոր կանդրադառնամ մանկության էլի։ Ֆիդայիները երբ որ կռվում էին, մեր Սասունցի մշեցի ֆիդայիները Ախոն ու Իսրոն, ուրեմն տարոնում այդ թեժ կռիվների ժամանակ, այդ թեժ լեռնական Սասունում ուշում այդ կռիվների ժամանակ երկու ընկերով չզոհվեցին, երբ որ եկան Արևելյան Հայաստան, մի ընկերը զոհվեց։ Ախոն ու Իսրոն էին։ Եվ ընկերներից մեկը ճար կարդաց, ասում է թողեցիր, ասում է Սասնու լեռները մշու, դաշտ ու դուրան են թեժ կռիվներին հաղթեցիր, եկար այստեղ զարգվար Գուզես մեկ հատ ճալոտ մը քաշեմ քեզի, ասում եմ, բայց բան չունեմ ասելու, աշխարհի մակարդն է կորե, աշխարհի մակարդն է փոխվել է, այո։ Մանկությունն էլ անդրադառնամ մանկությունին, որ ձնագնդիկները կար, ձմեռ պապիները կար, գիտես, այն ժամանակվա ձմեռներն էր ուրիշ, այն ժամանակվա ժամանակներն էլ էին ուրիշ, այն ժամանակվա հոգեբանությունն էր ուրիշ, մեր մանկությունը ուրիշ ձևի անցել է գեղեցիկ խաղերով, անցել է հավալաններով, էշմիլիցատազ։ Ես եմ խաղացել այդ բոլոր խաղերը։ Տեսնում եք իրանց այդ ամերիչը կամ հեռախոսի մեջ է։ Apple-ն է, վերցնում են ձեռները, 2-3 տարեկան զբաղվում են այդ բնության տրված մարդուն այդ համոհոտը կորել է այսօր։ Ամեն ինչ դարել է ռոբոտային։ Այո, այն նշեցիք աշխարհն է փոխվել եւ մի քանի օր առաջ էր, հա, երբ ոգեկոչման օրն էր, ապրիլի 24-ը, եւ շատ ու շատ արվեստագետներ, երգիչներ, գրողներ միշտ անդրադառնում են այդ օրվան իրենց գործերով, իրենց երգերով, իրենց, չգիտեմ, վեպերով կամ պատմություններով, որպեսզի այդ հուշը, այդ դրա մասին, հա, այդ ինֆորմացիան սերնդեսերունդ, պահանջատիրական ինֆորմացիան սերնդեսերունդ փոխանցվի։ Սուրեն ջան, շատ լավ հարց ես տալիս, ցեղասպանությունը դարաշրջանի որ եղավ, դա այն արհավիրքն էր, որ աշխարհը մինչև այսօր անտարբեր եղավ, մինչև այսօր անտարբեր է եւ 110 տարի հետո նույն ցեղասպանությունն ու էթնիկ զտումը եղավ Արցախում։ Նորից աշխարհը անտարբեր է։ Սա գալիս է մեզ մի բան ասելու, որ մեր ազգայնական հոգեբանությունը ինչ որ ունենք մեր մեջ, ավելի պիտի շատացնենք, ավելի կարճած պիտի լինենք ցեղասպանության ճանաչմանը, ավելի ոգեկոչենք, ավելի բարձրաձայնենք աշխարհին, որ եղել է ցեղասպանություն 110 տարի հետո Արցախի ցեղասպանությունն է եղել նույնպես, հասցնենք այն աստիճանին, բայց մենք հույսներս դնելով մեր վրա։ Երբ որ տեսնում ենք աշխարհի անտարբերությունը, սա գալիս է մեզ մի բան ասելու։ Հզորանանք, ուժեղանանք, իրար սիրենք, հայոց բանակը հզորացնենք, որ կարողանանք հասնենք մեր նպատակներին։ Ոչ մեկ մեզ չի օգնելու։ Հին երգերի մեջ ֆիդայական կա, չէ, օտար մեզի թայֆաչունի հելիր կապիմ քութվանք։ Մշեցի կինը իր որդուն ասում դարաշրջանի պատերազմին, որ հույսը դիր քո թվանքի վրա, օտար մեզի թայֆաչունի չի գալու, չի օգնելու, մեր համար ոչ մեկ չի կռվելու։ Մենք ենք մեր լուծը քաշելու, մենք ենք ազգայնական այդ գաղափարախոսությունը, պահանջատիրությունը մեր ուսերին տանելու եւ Սուրեն ջան, հարցը այնպեսին էր, թող մի քիչ ծավալվեմ։ Քանի որ արվեստի ներկայացուցիչ եմ ես, երգարվեստի հիմնականում մենք երգիչներ չենք, մենք ազգային երգերի քարոզող եւ մեկնաբաններ ենք, որը որ աշխարհը գիտի եւ հաշվի է նստում մեզ հետ։ Այսօր երբեմն նայում եմ այս թուրքերի այս ժամանակավոր հաջողությունները մեր երրաբլուրն են ցույց տալիս
ինչ որ իրանց կեղտոտ լացակումած երգերով խնդում են մեր վրա, երրաբլուրն են ցույց տալիս, տեսեք հայերի դիակները, տեսեք իրանց գերեզմանները, որ մենք այսօր հաղթել ենք, այսօր պարշճակատ ենք։ Բայց այսօր մեզ մոտ Սուրեն ջան, ինչքան թերի ազգային երգը խոսքս ուղում եմ մեր եթերներին, մեր գործընկերներ ջան, ձեր ցավը տանեմ, ազգային երգը միշտ ցույց տվեք, միշտ թողեք որ սերունդները լսեն այդ երգերը։ Այսօր թուրքերը իրանց դպրոցներում Ադրբեջանի մասին է խոսքս, դե Օսմանյան կայսրության չեմ ասում, նրանք գիտենք արդեն ինչ են։ Դպրոցներում դասավանդում են, որ գյաուր հայը քո թշնամին է, եթե դու մեծանաս հայ սպանես, կգնաս դրախտ եւ ընտեղ 40-50 հատ կույս քեզ են սպասում։ Այսպեսի սերմացանում են իրենք իրենց մեջ հային թշնամին են հանում, իսկ մեր վիճակը այսօր տեսեք ինչ ձևի է։ Մենք ասում ենք վայ թուրքական դրոշ չվառենք, վայ էս չանենք, ինչ խոսանք։ Չի լինում այտենց։ Եվ ազգային երգը այսօր թերի է ապրում։ Ես շատ եմ ուզում, որ մեր գործընկերները լսեն այս մեր ելույթը եւ շատ ավելի ազգային երգեր ցույց տան, որովհետեւ Ադրբեջանում տեսեք ինչ է կատարվում, իսկ մեր մոտ ինչ է կատարվում։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքով եւ մեր գործով, հա, պիտի որպես զենք օգտագործենք եւ կռվենք այս բոլոր անհավասարությունների եւ, չգիտեմ, արհավիրքների դեմ։ Ձեր զենքը այսօր նաեւ հենց այդ երաժշտությունն ու երգը բարձր պահելն է։ Ամենակարևորը Սուրեն ջան, ազգային մտածողությունն ու հոգեբանությունն է, որ մարդու մեջ պետք է լինի։ Մեր հայ տեսակը ոնց որ եղել ենք մենք, այդ հայ տեսակը չկորի։ Երբ որ քո արմատներից, քո սկզբունքից, քո մշակույթից հեռվանում ես, քո ազգայնականներին փնովում ես, քո ազգային հերոսներին չես հիշում, մենք դատապարտված ենք գերեզմանով։ Գարեգին Նժդենա, չէ՞, այդպիսի մի լավ խոսք ունի։ Երբ որ ասում է քո քաջերի պայքարը, եթե չգնահատես ճիշտ ժամանակին, հույսը չտնես քո ուժի վրա, քանի սուրն է կառավարում աշխարհը, ձիթենիով մի զինվիր։ Ուժն է ծնում իրավունքը։ Մենք սա պետք է սարքենք մեզ նշանաբան եւ գնանք։ Շատ կարևոր է այդ հայրենասիրությունը դաստիարակել հենց արմատավորել հենց մանուկ հասակից, հա, ինչին նաև նպաստում են բոլոր այն երգերը, այն պատմությունները, որոնք այսօր մշակույթն է փորձում կաթիլ առ կաթիլ, ամենայն դեպս մշակույթի նվիրյալները, կաթիլ առ կաթիլ սերմանել երեխաների սրտում, հոգում։ Վերադառնանք երաժշտություն եւ վերադառնանք հենց այն ամեն ինչը, որ այսօր ներկայացնում եք դուք։ Ինչ գործունեություն կա հիմա, որովհետեւ այս աշխարհի թոհուբոհի մեջ միևնույն է էլի եմ ասում, արվեստն կարևոր զենքն է, որով պիտի նաև կռվել։ Գիտես, Սուրեն ջան, մենք իսպիրյաններս մնացել ենք մեր ոչին եւ այսօր ինձանից հետո շարունակողներ կան, նույն ոճը, նույն ազգային երգը, նույն հայրենասիրական երգը շարունակեց Աղասին Իսպիրյանը, Աղասին ոնց որ ասած Աղասին հաջորդեց Արաբոն, Արաբոյին էլ հաջորդելու է Աղասի տղան Տարոն Իսպիրյանը, դեռ զինվորության է, հիմա ծառայում է, սահմանում է, ես ողջունում եմ սահմանում կանգնած մեր բոլոր զինվորներին, հատկապես քեզ Տարոն ջան, որ այսօր կանգնած ես ամուր քո հողի վրա եւ հսկում ես քո հայրենիքը, շարունակողը Տարոնն է, մենք մեր ոճը երբեք չենք փոխել եւ չենք էլ փոխելու։ Մենք ոնց կանք, ժողովուրդը մեզ ոնց ընդունում է, այդ ձև շարունակելու ենք քարոզել, երգել պատմական Հայաստան, արևմտյան Հայաստան, երգել ավետյաց երգիր եւ ամեն առավոտ մենք նայում ենք Արարատին։ Արագածը մերն է։ Երկուսն էլ մեր համար սրբություններ են, բայց մենք նայում ենք Արարատին։ Ժողովուրդ, մենք նայում ենք Արարատին։ Ես առաջարկում այս առավոտ էլ հիմա նայենք հեռուստաէկրանին, որովհետև առաջարկում դիտենք տեսահոլովակը, որը վերջին աշխատանքներից է, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Հարսանյաց տոնը հանդես, երկու պարով համովցես, սարգեք տմ դուք պչես, ուրնա ես ամենալավուրնա, Հարսանյաց տոնը հանդես, երկու պարով համովցես, սարգեք տմ դուք պչես, ուրնա ես ամենալավուրնա,
Հարցնու պեսան հասան իրենց մուրազին Եկեք երկու պարով նրանց ուրախացնենք միասին Վանքի դարանը կանգնած են հարցնու պեսա ու կավոր Որ այսօրը դարձանեք անգորած մի հիշարժանոր Վանքի դարանը կանգնած են հարցնու պեսա ու կավոր Որ այսօրը դարձանեք անգորած մի հիշարժանոր Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Ուշկենացներով երկու պարով թող այսօրնացնի Թող կարոսները մանած գիսեր ունդներին հասնի Եկեք խմենք թող մեր զույգերը մի բարձի ծերանան Նրանք են զավակ ունենան արժանանան այսօրվան Եկեք խմենք թող մեր զույգերը մի բարձի ծերանան Նրանք են զավակ ունենան արժանանան այսօրվան Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Հարսանյաց տողնահանդես, երկու պարով համով ձեզ Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Զարգեք տամբուկ պաչեք զուրնա, ես ամենալավորնա Խոսենք հետագա անելիքներից, հա, որովհետև միշտ էլ արվեստագետի համար կարևոր է, երբ նոր գործեր են լինում, նոր աշխատանքներ, տեսահոլովակ, որը քիչ առաջ դիտեցինք, ինչ նոր անելիքներ կան, ինչ նոր նախագծեր կան, որովհետև այս տարվա ընթացքում դեռ պետք է շատ բան արի։ Գիտեք, մենք միշտ ազգային երգերով էինք դուրս գալիս ժողովրդին առաջ, քարոզում ենք ազգային երգը, հայնասիրական, հեղափոխական երգերը, բայց այս անգամ որոշեցինք ծես անել Եվ այս տեսահոլովակը ծես արեցինք հարսանիական, որպեսզի գիտես այսօր մեր ծեսերն են մի քիչ փոխվել էլի, տարբեր ժամանակակից ավելի բաներն են մտել մեր մեջ, ես որոշեցի այս ծեսով անել հարսանիական այս մեր տեսահոլովակը, որ ժողովուրդը տեսնի, հասկանա, որ մեր ծեսերից պետք չի կտրվել, մեր արմատներից, մեր սկզբունքներից պետք չի կտրվել, ասեմ, որ ապագայում ունենք համերգներ, ես պիտի մեկնեմ մայիսի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ ակվակալենտե կազինո կա, որի սրահից ներս ես Աշոտ Ղազարյանը պիտի վարի, Ավո Ադամյանը պիտի լինի եւ մեր Արմենը Աբարանցի միասին պիտի ելույթ ունենանք, իրենց երգերը ես էլ ազգային հայնասիրական եւ շուրշպարները մեր ազգագրական երգերով փագումը պիտի անեմ, ելույթը սիրելի հայնակիցներ ամսի 17-ին է ակվակալենտայում, սիրով սպասում ենք ձեզ, արդեն տոմսերը վաճառվում են, ունենք նաեւ սեպտեմբերին հյուրախաղեր Ռուսաստանի Դաշնություն,
Եվրոպա, դե այսպես է։ Երկիչի կյանքը Սուրեն ջան, դու ինձանից լավ գիտես։ Այո, այո, իհարկե։ Իսկ նոր Աշուղ ջիվայնա, չի ասում, այսօր այնտեղ վաղը նոր մշակումներ, նոր գործեր։ նոր մշակումներ անշուշտ կան, Արաբոնա պատրաստվում նոր երգերի, Աղասին եւ միասին ասել եմ, որ Արաբոն եւ Աղասին դուետ անեն։ Ես էլ ունեմ նոր երգեր, պատրաստում եմ, դե այսպես է, միշտ պիտի թարմացնես ծրագիրը, միշտ պիտի նորություններ տաս ժողովրդին, որ ժողովուրդը տեսնի, որ իսպիրյանները ինչ նորություններ են տալիս մեր ժողովրդին եւ ժողովուրդը սպասում է դրան։ Միշտ նորությունների սպասում է մեր ոճի մեջ, մեր կատարողական արվեստի մեջ։ Այ դուք նշեցիք Աղասին, Արաբոն, հիմա արդեն Տարոնը, այսինքն սերնդափոխություն, որը շատ համահունչ ու շատ ճիշտ ձևով արվում է։ Ոնց եք տեսնում, հա, հետոն, որովհետև շատ կարևոր է, որ այս ավանդույթները ճիշտ փոխանցվեն, հանկարծ ճանապարհին ինչ որ բան չխեղաթյուրվի, ինչ որ բան չփոխվի։ Ոնց եք տեսնում այս process-ը եւ արդյոք հետագայում հենց այս նույն ձևը կշարունակվի։ Գիտես Սուրեն ջան, դրա բառապացույցը ժողովուրդն է։ Ժողովուրդն է, մենք տեսնում ենք ապագան մեր համերգներից։ 1 տարի առաջ դեռ հələ Արցախի ժողովուրդը չէր դատարկել Արցախը, դեռ գաղթի ճամփան չէին վերցրել։ Մեր համերգից ընդամենը 2 օր հետո դատարկվեց Արցախը, որը որ շատ մեծ ցավ էր նամանավանդ մեզ իսպիրյաններից համար։ Այս երգերը սերնդեսերունդ երբ որ գալիս են իսպիրյանների ոճը, ժողովուրդը գիտի, թե հայրենիքում, թե աշխարհում, եւ ունկնդիրն է գնահատում։ Մենք մեր համերգներից այդ բանակը գիտենք եւ այն մարդիկ, որ հետևում են մեզ, մեր երգերով առաջնորդվում են ազգայնական եւ պահանջատիրության գաղափարի այս երգերին, հեղափոխական հայրենասիրական երգերով, այդ ունկնդիրը չի փոխվում։ Իրանց ընտանիքի մեջ այդ դաստիարակությունը կա արդեն, Սուրեն ջան։ Ոնց որ իմ ընտանիքի մեջ ես ժառանգել եմ, ժառանգաբար գնում եմ իմ տղուս, իմ տղայցս, իմ թոռներին եւ մեր բոլոր իսպիրյան Գերդաստանի մեջ կա այդ դաստիարակությունը, քանի որ մեր պապերը ջարդ են տեսեն, մեր պապերը ֆիդայական շարժմանը մասնակից են եղել։ Մենք դա ժառանգաբար պահում ենք եւ մեր երգը հետևողները իրենց ընտանիքի դաստիարակությունը արդեն ստանձնում են։ Այո։ Դա շարունակական է եւ ապագայա մեր ժողովրդի համար այն մարդկանց, ովքեր որ այդ արմատական սկզբունքով այդ երգերին հետևում են։ Հայաստանից դուրս հանդիսատեսը էմոցիաների արտահայտման առումով նման է Հայաստանում ապրող հանդիսատեսին։ Նայեք, մեր հանդիսատեսը նույնն է։ Այդ ազգային երգերի ողջավորվածության ժամանակ նույնն է։ Մի քիչ տարբերություն կա Լիբանանի արևելքի մեջ։ Երբ որ ասենք կուսակցությունները, ավանդական կուսակցությունները կանչում են իսպիրյաններին, մենք գնում ենք այնտեղ համերգների, հյուրախաղերի, Լիբանանի մեջ մի քիչ տարբեր է։ Սիրիայում էլ էր տարբեր, Հալեբում, Դամասկոսում, այնտեղ էլ ոգին արևելքի ժողովրդի մեջ ընդհանրապես տարբեր է։ Գիտեք, հեղափոխական երգերի ժամանակ հայրենասիրական, գիտեք քանի աթոռու սեղանակ կոտրվում։ Երիտասարդները, որ գալիս են այդ քոացած էմոցիաների մեջ, գալիս են մանավանդ կամավոր երգի ժամանակ կամ մեր երգերից Արաբոյի տունիմ հայրենի կամ պիտ պաշտպանեմ, այս երգերը որ երգվում է, սեղան ու աթոռները կոտրվում են։ Եվ 1000 հոգի կամ 1500 հոգի կամ չեմ անում քանի հոգի պարանդեսներին որ լինում է, այդ ժողովրդին, որ հանգարց լինեինք Թուրքիայի սահմանի մոտ ու ես բեմա հարթակից ասեի, թեկուզ իմ համերգների ժամանակ համալիրում որ 15000 մարդ կար, ասեի սահմանը անցեք կանցնեին։ Եվ դա է հենց արվեստի ուժը, որովհետև հենց այդ էմոցիաների ամբողջ հեղեղի ներքո դու ամբողջությամբ հասկանում ես արյանդ կանչը ու կարևորությունը, քո երկրի, քո գենի, գենոֆոնդի եւ իհարկե այն ամենի, ինչը որ ի ծնե մեր արյան մեջ արդեն կա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ես եմ շնորհակալ Սուրեն ջան, գեղեցիկ հարցազրույցի համար, որովհետև շատ կարևոր է, հա, պահել, փոխանցել ու հենց այս նույն ոգով դաստիարակել նաև սերունդներին, ձեր սերունդներին եւ իհարկե այն հանդիսականի սերունդներին, ովքեր գալիս են ու անդավաճան հետևում այս ամենին։ Ես եմ շնորհակալ Սուրեն ջան, մերսի։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն գինին, կարմիր չոր, որպեսզի ցանկացած հաղթանակ, իսկ ես գիտեմ, որ հաղթանակները շատ են, ցանկացած հաղթանակ հենց նշվի կարևոր ու լավ տրամադրության մեջ։ Սա ձեզ։ Շատ շնորհակալ եմ, մենք խմում ենք սա։
Ահա։ Սարգոնն էլ, գոշն էլ, ռոզեներն էլ ունեմ ես, որտեվ տերերին ճանաչում եմ, Էմինեի մոտիկ ընկերն է Իջևանի, իմ շատ մտերիմ եղբայրն Հիանալի է։ է։ Մենք կապի մեջ ենք, մենք սիրով ենք օգտագործում Դե ինչպես Իջևանի։ ասում են, լավագույնը լավագույնների հետ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել մի բացիկ, որտեղ ներառված են հայտնի բանաստեղծներից կամ երգերից ֆրազներ։ Այստեղ Սայաթնովայի խոսքերն են՝ չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման։ Նվիրեք այն մարդուն, ով կյանքում ձեզ համար հենց այդ մարդն է։ Սա ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, առիթից օգտվելով խոսքը սուղում եմ մեր հեռուստակայանների եթերներին, մեր գործընկերներին, ժողովուրդ ջան, շատ ցույց տվեք ազգային երգերը պահեք, մյուս երգերներ են պետք խրախճանքի, ուրախության, զվարճանքի երգերը, բայց ազգայինից մի հեռացեք, որտեվ ազգայինն է պահելու մեր դիմագիծը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն ձեզ, որ պահում ու փոխանցում եք այդ ամենը։ Այս պահին կլինի կարճ դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք ծրագիրը։